ես միշտ փնտրել եմ ու փնտրել չեմ իմացել ինչ դպրոցական տարիներից զգացել եմ որ կրոնների հետևում կամ Աստված ասվածի հետևում ինչ-որ մի բան կա բայց երբեք չեմ հասկացել ինչ եմ փնտրում կրոնների ուսումնասիրելով հասկանում ես որ բոլորս նույնն ենք ասում բոլորս նույն մարդիկ ենք որոշ տեղ մեր հիշողությունների գերին ենք որոշ տեղ զոհն ենք որոշ տեղ դա է մեզ առաջ բրդում բայց իրականում կարծում եմ որ կանգ առնել է պետք մի պահ կանգ առնել ու թեկուզ որոշ ժամանակ փորձ անել տեսնել կարող է այս աղջիկը ճիշտ բան ասում մոռանալ թե դու ով ես մի օր տենց ապրի մոռացի քո անցյալը եթե հնարավոր է որովհետև մեր առօրյա ընտանիքի անդամներ մեր անցյալը հիշեցնող շարունակական են բայց կապ չունի մոռացի ամեն վայրկյանը դեն ինչ որ վայրկյան առաջ կատարվել է ու մի մտածի հաջորդ վայրկյանի մասին կամ ինչ որ դու անում ես ուղղակի շատ խորը ամբողջ քո 100% ուշադրությամբ եղիր այնտեղ լսիր առանց մտածելու թե ինչ պատասխանես կամ հետո ինչ ես անել հետո այնքան հետաքրքիր է կբացվի դեմդ լիքը բաներ կբացվեն որ ասել իմաստ չունի ուղղակի պետք է այդ փորձ անես Եթե դու դեպիս ապրես, գոնե մի օր տեսնես, որ դու չկաս դու չկաս դու կաս, որովհետև դու հիշում ես, որ դու ես արել, ես արել եթե դա չլինի քո գլխում, եթե անջատեն այդ ձայնը դու չես էլ նկատում իրականում թե այդ հետի ֆոնը ինչ է խոսում դու եթե ուշադիր լինես քո գլխի ձայնը լսես սկսել տեսնես ինքը ինչ է խոսում քեզ ինչի վրա է տանում ինչն է քեզ բարկացնում դու կտեսնես նաև հետագայում մի քիչ ավելի ուշադիր լինելով կտեսնես որ մտքեր կան որ դու չես էլ տեսնում իրանց իրենք ինքան ոնց բացատրեմ բարակ են չնկատվող են, թափանցիկ են գնալով դառնում, հենց իմ այս կյանքի ապրած փուլում աշխատում եմ նաև դրա վրա, որ իմ էգոն իհարկե, որովհետև հենց հիշում եմ, թե ես ով եմ, այդ պահի տակ արդեն ոնց որ այդ աշխատելու process-ը կանգ առնում, տեսեք, ես սկզբից հոլովակը կներեք սկսեցի նրանով, թե մարդը ինքը որ սկսում աշխատանք կատարել, փնտրել իրականությունը, ճշմարտությունը, մտածում է, որ դրան հասնելա պետք, բան ինչ-որ մի բան անելա պետք։ Հենց հիմա ես տեսեք շարունակեցի նույն բանը, որովհետև էլի ընկան այն ժողովրդության մեջ, որ ես աշխատում եմ ինձ վրա, բայց ես ով, էգոն գոյություն չունի, կամ մենակ ներկա, առանց ձայների գլխի մեջ, ու այդ ներկան միշտ է ներկա, իսկ ներկա, եթե դու ամեն վայրկյան ապրես ներկայով, դու կտեսնես ժամանակ չկա, նայ, այդ մի վայրկյանը, որ դու, ասենք, մի վայրկյան, հենց հիմա ապրեցի այդ վայրկյանը, եթե դու լիարժեք այդ վայրկյանը ապրեցիր, որպես վայրկյան, քո ուղեղում տեղ չկա անցյալի կամ ապագայի այդ մի կետում, այսինքն դու այդ վայրկյանը ապրեցիր ներկայում, հետո նորից վայրկյանում ու ներկայում երբեք հետ ու առաջ չգնալով փորձում եմ ինչ-որ հեշտ ձևով բացատրել են մարդկանց, ովքեր ուզում են հասկանան ինչի մասին է խոսքը ու եթե կարողանաս տենց ապրել
գոնե օրը մի անգամ 5 րոպե քո մոտ կառաջանա հոգևոր լուսավորություն։ Ու դու կտեսնես դու ով ես։ Կտեսնես, որ այդ գլխի ձայնը, այդ թափանցիկ նամանդ այդ հետևինը ինքը չի երևում սկզբից։ Դու մենակ մեծ ոնց բացատրեմ, մտքերն ես տեսնում։ Իսկ այդ հետի ֆոնի մտքերը ենթագիտակցության դու չես տեսնում, որ դրանք որովհետև դրանք ինքան շատ ու շարունակական են, դարել են քո մտել են մեջը, չես տեսնում, քո իմաստն են։ Ու դրանք են տիպ օրինակ։ Ես այս մարդն եմ, ասենց անդադ կրկնում են, ես կին եմ, ես մարդ եմ, ես մայր եմ, ես իմ ձեռք, սա իմ ձեռքն է, սա իմ ոտքն է, սա իմ տունն է, սա իմն է, գլուխն է, նայում է իրան հայլու մեջ, ինքը կարծում է, որ ինքը այդ հայլու մեջին է, իրականում մենք մեզ չենք տեսնում։ Իրականում դու քեզ չես կարող տեսնել։ Դու հայլու մեջ նայում ես, քեզ թվում է դու քեզ ես տեսնում, բայց դու չես տեսնում։ Ժողովուրդ, ես գիտեմ, որ այս ամեն ինչը ցնդելու աստիճանի է հասցնում։ Ձեզ, ասենք, նման նրանք, ովքեր ոչ չեն հասկանում ինչի մասին եմ խոսքում, կասեք երևի ցնդած այս աղջիկ, բայց հավատացեք, ես անկեղծություն եմ ասում, 100% ճշմարտություն եմ ասում։ Իմ 100% ճշմարտություն։ Դու գոյություն չունես։ Հայլու մեջ ոչ ոք չես տեսնում։ Դու օրինակ երազում, եթե քեզ հայլու մեջ տեսնես, դու քեզ երբեք հայլու մեջ չես տեսել երևի։ Տեսել ես։ Գրի։ Ես մի անգամ երազ տեսա, ու այդ երազը իմ այդ լուսավորության, այսպես ասած, զարթոնքի էտապի մեջ էր, այդ վախտերն էր, ժամանակներն էր ու երազ տեսա, այդ երազի մեջ դու քեզ քո իրական կերպարը չես համարում։ Նախ էդի շատ բարձ դարձավ, ինչու հիմա պատմեմ։ Իմ երազում ես սևամորթ շատ երիտասարդ ու շատ գեղեցիկ աղջիկ էի, մի 18-19 տարեկան, շատ սիրուն։ Ինձ նայում էի հայլու մեջ ու ասում էի ես չեմ ուզում շպարվել, ես չեմ ուզում փոխել իմ արտաքին տեսքը, ինչի համար, որպեսզի ուղղակի ուրիշներին դուր գամ։ Այսինքն ես նույն այդ հոգեկան իրավիճակն ունեի, այն ինչ որ ես իմ կյանքում եմ միշտ ունեցել, որ ինչի պետքա փոխվեմ, ինչի պետքա ինչ-որ մի բան անեմ, որ հասարակությունը ինձ ընդունի։ Ես կամ այն ինչ որ ես կամ, ու եթե կընդունի, չէ, իրա պրոբլեմն է։